Վստահելի է արդյոք Pocket Option կայքը կամ ինչն է իմ օգուտը այս անվճար թրեյդինգի ուսուցման մեջ։ Այսօր դուք կստանաք այդ հարցերի պատասխանները։ Բարև բոլորին, դուք Phoenix Trading ալիքում եք, ձեր հետ է Պավլե Մկրտչյանը, ով ձեզ սովորեցնում է թրեյդինգ լրիվ անվճար։ Այսօր ես ուզում եմ ձեր հետ ուղղակի զրուցել, պատասխանել ձեզ հետաքրքրող կարևոր հարցերին եւ եկեք ուղղակի մի քանի դոլարով կատարենք գործարքներ, որpիսի չծանձրանանք։ Եկեք դնում ենք $25 եւ մի 7 րոպեով եկեք տեսնեմ ինչ է կատարվում։ Ուղղակի թրենդով կատարելու եմ արկ կամ վաճառք։ Եկեք գտնենք գոնե լավ թրենդ եւ պատասխանեմ ես ձեզ հետաքրքրող բոլոր հարցերին։ Եկեք այստեղ կատարում եմ գնում ուղղակի թրենդով դեպի վերև։ Հիմա նախորդ վիդեոյի կոմենտներում ինձ մի երկու հոգի հարցնում էր, թե ինչու ես չեմ հանդիպում կամ ինչու ես չեմ խոսում Pocket Option-ի վստահելիության մասին։ Եկեք խոսենք այդ երկու կարևոր թեմաների մասին։ Նախ առաջինը, ես ինչու չեմ հանդիպում։ Եկեք ուղղակի պատկերացնենք, իմ YouTube-յան ալիքում կա 700 դիտորդ, համարյա 700, եւ գոնե կեսը կուզի իմ հետ հանդիպի եւ զրուցի։ Եկեք ուղղակի ձեզ պատկերացրեք իմ տեղը, եթե ես հանդիպեմ այդքան դիտորդների հետ, ընդհանրապես ես ինչ որ բանի ժամանակ կունենամ, թե չէ։ Նայեք, եթե ես հանդիպեմ ինչ որ մեկի հետ, գոնե մի կես ժամից 1 ժամ պետք է տրամադրեմ, չէ, այդ մարդու հետ զրուցելու։ Եկեք պատկերացնենք, եթե նույնիսկ ես օրական 2 հոգու հետ հանդիպեմ, այսինքն ես կորցնում եմ 2-3 ժամ, որը որ իմ համար շատ թանկ է։ Նայեք, ես առավոտից մինչև իրիկուն ժամը 7-ը աշխատում եմ։ Իմ տարբեր գործերով աշխատում եմ եւ ես ազատ եմ միայն 7-ից հետո։ Եվ այդ 7-ից հետո իմ ազատ ժամանակը ես տրամադրում եմ իմ ընտանիքին, իմ ընկերներին, իմ բարեկամներին, այսինքն ինձ համար շատ թանկ մարդկանց։ Եվ ես երբեք իմ ընտանիքի ժամանակը չեմ փոխարինի գործի ժամանակի հետ, քանի որ ընտանիքը եւ իմ ընկերները իմ համար շատ թանկ են։ Եվ եթե ես հանդիպեմ ինչ-որ մեկի հետ, ես պետք է զոհաբերեմ իմ համար շատ թանկ ժամանակը, հաստատ ձեզանից ոչ մեկը չի անի նման բան։ Հիմա ես ձեզ ասեմ, տարբերակ է ձեզ հետ հանդիպելու, միայն եթե ես օրինակ ժամանակ առ ժամանակ կազմակերպեմ ինչ-որ կոնֆերանսներ, ես մտածել եմ այդ ուղղությամբ, ուղղակի այստեղ կա մի հարց, ես չգիտեմ ընդհանրապես կուզենան մարդիկ գալ կոնֆերանսի թե ոչ, այսինքն ես չեմ ուզում վերցնել մի զալ եւ այդ զալում լինի ներկա օրինակ մի 10-15 հոգի մարդ, քանի որ մի բան է, որ on-line տարբերակով են մարդիկ դիտում, մի ուրիշ բան է, որ մարդիկ գալիս են եւ մասնակցում են այդ կոնֆերանսին։ Ես դեռ վստահ չեմ, որ ես ունեմ քանակ, ովքեր որ կուզենան մասնակցել այդ տվյալ կոնֆերանսին։ Հիմա կլինեն մարդիկ, որ կասեն ես կուզեմ մասնակցել, բայց հաստատ այդ գրողներից մի կեսից ավելի քիչը իրոք կգան եւ կմասնակցեն։ Ես ուզում եմ կազմակերպեմ կոնֆերանսներ, շատ եմ ուզում, բայց երևի դա անենք այն ժամանակ, երբ որ ունենանք արդեն քանակ, այսինքն լինենք մեծ YouTube-յան ալիք, որը որ ունի շատ եւ շատ դիտորդներ։ Ես կկազմակերպեմ այդ կոնֆերանսը եւ կարելի է ինչ որ այդպիսի հանդիպումներ կազմակերպել, բայց անհատական ամեն մեկի հետ հանդիպել կամ շփվել դա անհնար է, քանի որ ես ֆիզիկապես ուղղակի չեմ կարող այդքան քանակի մարդկանց հետ հանդիպել կամ շփվել։ Այդ պատճառով ես ամեն ամիս գումար եմ վճարում իմ գրպանից, որպեսզի մոդերատորները օգնեն ձեզ տեխնիկական խնդիրների կամ թրեյդինգի հետ կապված մինիմալ հարցերի դեպքում։ Դա կապված հանդիպման հետ հավատացեք, ես ոչ մի բանից չեմ խուսափում, ես չեմ վախենում ոչ մի բանից։ Եթե ես վախենայի կամ ես ինչ որ բան ուզենայի թաքցնեի, ես հաստատ իմ դեմքը չէի ցուցադրի եւ իմ անուն ազգանունը հաստատ չէի ասի։ Սենց ասեմ, լավ, գործնականը տնենք մի կողմ, եթե անձնականապես իմ հետ ինչ որ մեկը խնդիր ունենա կամ հարց լինի, ես պատրաստ եմ այդ մարդու հետ հանդիպեմ։ Բայց միայն այդ պարագայում, բայց գործնական առումով հաստատ ես չեմ կարող ժամանակ տրամադրել։ Քանի որ հասկանում եք, որ գործով զբաղված մարդիկ միայն իրիկունն են ազատ եւ այդ իրիկվա մի 2-3 ժամը բնականաբար մենք ուզում ենք տրամադրել մեզ համար թանկ մարդկանց։ Այստեղ հարց է առաջանում, ինչու եմ ես ընդհանրապես անվճար թրեյդինգ սովորեցնում, հիմա ես կպատասխանեմ։ Կա մի քանի պատճառ,
որ ես անվճար եմ սովորեցնում trading։ Եկեք այստեղ կատարենք տագոն եւ ես ուզում եմ ասել պատճառը, թե ինչի եմ ես սովորեցնում անվճար trading։ Առաջին եւ գլխավոր պատճառը դա այն է, որ ես ուղղակի սիրում եմ զբաղվել trading-ով եւ ես այսպիսի մեթոդով եմ սովորել trading, այսինքն դիտել եմ մարդկանց եւ ուղղակի գումար չեմ ունեցել, որպեսզի սովորեմ trading։ Այսինքն իմ գումարները միայն եղել են նրա համար, որպեսզի ես իմ բալանսը համալրեմ եւ ունենամ պրակտիկ գիտելիքներ։ Եվ այդ իսկ պատճառով ես ուզում եմ սովորեցնել մարդկանց լրիվ անվճար, քանի որ այն ինչը ես անվճար եմ ձեռք բերել, ուզում եմ տրամադրել անվճար։ Հիմա ես ուզում եմ ասել, թե ինչու եմ ես ասում ձեզ, ասենք գրանցվեք Pocket Option կայք իմ հղումով։ Ես նախորդ վիդեոներից մեկում ասել եմ, ես պարզ ասել եմ, բայց հիմա եւս կկրկնեմ, քանի որ էլի են հարցրել դրա վերաբերյալ, ես կասեմ, այն մարդիկ, ովքեր որ գրանցվում են մեր հղումով, ես նրանց կատարած գումարային շրջանառությունից ունեմ փոքրիկ տոկոսներ։ Եվ ասեմ, որ այն քանակը, որը որ գրանցվել է իմ հղումով, սենց ասեմ, նույնիսկ իմ այս ծախսերի կեսը չի կարողանում լրացնի այս պահին։ Այսինքն հիմա ես գումար եմ ծախսում մոնտաժ կատարողներ, դիզայներներ, ովքեր որ preview, ավատարկա եւ այլն պատրաստում են, ես գումար եմ տալիս մոդերատորներին, ես գումար եմ տալիս իմ ծրագրերի համար սերվերներ, կացիրովկեկ, ծրագրավորողներ եւ այլն։ Ես ուզում եմ ասել, որ այդ գումարի նույնիսկ կեսը ես չեմ կարողանում հանել այդ տոկոսներով։ Բայց ինչու եմ ես անում։ Հիմա կասեք, լավ, եթե դու չես հանում այդ տոկոսը, ապա ինչու ես անում։ Դա ունի պատճառ։ Ես ուզում եմ հավաքել մի որոշակի քանակ, որը որ կլրացնի այդ ծախսերը եւ նույնիսկ մի փոքր կանցնի։ Ես ուզում եմ հասնել այդ կետին, քանի որ trading-ը, ես ասեմ, trading-ը իրոք շատ ստրեսային մասնագիտություն է իմ համար եւ այս 3 տարուց ավել է, որ ես զբաղվում եմ, այո, ես աշխատում եմ գումար, բայց ահավոր ստրեսային է իմ համար, հավատացեք, այն ամեն մի պլյուսը ստրեսային է եւ ես հասկանում եմ, որ ես չեմ կարող հավերժ լինել այս ստրեսի մեջ։ Մի 2-3 տարի ես աշխատեմ trading-ով եւ ես ուզում եմ ընդհանրապես հեռանալ trading-ից։ Այսինքն 2-3 տարի երևի թե ես ակտիվ զբաղվեմ trading-ով, նկարեմ վիդեոներ, սովորեցնեմ ձեզ trading եւ ուզում եմ հեռանալ։ Եվ չի խանգարի, որ այդ մի քանի տոկոսը, այդ գումարային տոկոսը այդ ժամանակ կա ինձ։ Այդ ծրագրերը աշխատելու են, այսինքն ես չեմ ուզում դադարեցնել այդ ծրագրերի Telegram, այդ ալիքների աշխատանքը, այսինքն այդ ամեն ինչը կպահվի։ Եվ ես ուզում եմ, որ այդ գումարային շրջանառության տոկոսը կա։ Բայց ասեմ, որ այս պահին նույնիսկ ես իմ ծախսերի կեսը չեմ հանում այդ տոկոսով, քանի որ շատ չնչին տոկոս է գալիս, նույնիսկ չեմ էլ ուզում ասել ինչքան տոկոս, քանի որ դա շատ խնդալու գումար է, հաշվի առնելով, թե որքան գումար եմ ես աշխատում մի քանի րոպեում։ Հետո ամենակարևոր պատճառներից մեկը, ինչու եմ ես սովորեցնում trading-ը անվճար։ Մենք բոլորս էլ գիտենք, որ trading-ը շատ ռիսկային մասնագիտություն է, եւ այստեղ աշխատում է միայն 1% զբաղվողների։ Եվ գիտակցելով, որ ես գումար եմ վերցնելու 100 մարդուց, սովորեցնելու եմ նրանց trading, բայց ընդամենը մի հոգին է աշխատելու, այդ պատասխանատվությունը ես ուղղակի չեմ ուզում վերցնել իմ վրա։ Ես ձեզ իրականությունն եմ ասում, եթե դուք գիտենաք, որ դուք սովորեցնելու եք 100 հոգի մարդ գումարով, եւ այդ 100 հոգուց ընդամենը մի հոգին է կարողանալու աշխատել այդ մասնագիտությամբ, դուք կվերցնեիք այդ պատասխանատվությունը ձեր վրա։ Ես որ չէի վերցնի, հաստատ իմացեք։ Դրա համար ինձ որ ասում են, ինչու չես բացում վճարովի trading-ի այդպիսի կազմակերպություն, հավատացեք, ես հնարավորություն ունեմ, բայց չեմ ուզում վերցնել այդպիսի պատասխանատվություն իմ վրա, քանի որ մարդու տեսակը այնպես է ստեղծված, որ trading-ը մարդու համար առհասարակ շատ բարդ է։ Կա ազարտ, կա չհանձնվելու բնավորություն, կա չհամակերպվել պարտությանը, այսինքն մարդու տեսակը առհասարակ ստեղծված է հակատրեյդինգային եւ ընդամենը 1% մարդիկ, ովքեր որ հաղթահարում են իրենց, նրանք կկարողանան աշխատել գումար թրեյդինգով։ Եվ ես ձեզ ի սկզբանե դրա մասին տեղեկացրել եմ։ Ես 156 բալանս կորցրել եմ թրեյդինգով։ Եվ եթե ես 155-ում կանգ առնեի, ես հիմա չէի լինի այս կետում։ Այսինքն ես կլինեի ուղղակի, չգիտեմ, սովորական ինչ-որ մի հատ մասնագիտության մեջ կլինեի։ Եվ ես իհարկե ուրախ եմ, որ ես իմ բնավորությամբ գնացի մինչև վերջ եւ հասա այս կետին։ Սա կապված իմ անվճար սովորեցնելու հետ։ Հասկացեք, ուղղակի
այդ պատասխանատվությունը ես չեմ ուզում վերցնել իմ վրա։ Հիմա կապված Pocket Option կայքի հետ ինձ հարցնում են, ինչու Pocket Option կայքը, եթե Pocket Option կայքը օֆիցիալ բիրժա չէ եւ չունի նույնիսկ սերտիֆիկատ։ Այո, ես ձեր հետ համաձայն եմ, Pocket Option կայքը բիրժա չէ։ Ուղղակի սա բրոկերական կայք է, բայց Pocket Option կայքը մինչեւ այսօր կոնկրետ ես իմ օրինակով եմ ասում եւ շատ մարդկանց լրիվությամբ տվել է այն գումարը, որը որ մենք աշխատել ենք։ Եվ հիմա մենք պլյուս կփակվենք, ահա մենք փակվեցինք պլյուս։ Ընդհանուր առմամբ աշխատեցինք, եկեք նորից կատարենք քնում։ Pocket Option կայքը չունի սերտիֆիկատ, բայց Pocket Option կայքը նորմալ վճարում է մարդկանց։ Հասկացեք, եթե Pocket Option կայքը չվճարեր մարդկանց, Pocket Option կայքը չէր լինի այսքան հայտնի կայք եւ չեր ունենա այսքան թրեյդերներ, ովքեր որ կկատարեին trade Pocket Option կայքով։ Այսինքն, եթե Pocket Option կայքը չվճարեր, ապա նա շատ արագ կկորցներ իր վստահությունը եւ ոչ մեկ չէր զբաղվի trading-ով Pocket Option կայքի միջոցով։ Հիմա կապված Pocket Option կայքը ինչքան է վստահելի, սենց ասեմ։ Pocket Option կայքը վստահելի է այնքանով, ինչքանով որ ձեր իմացած այն օֆիցիալ բիրժաները։ Նայեք, կա շատ չնչին տոկոսի հավանականություն, որ ասենք դուք կկորցնեք ձեր գումարը Pocket Option կայքում, այսինքն ուղղակի trade չկատարելով կկորի այդ գումարը։ Դա այն չնչին տոկոսն է, որը որ հավանական է բոլոր բիրժաներում ու նույնիսկ ընդհանուր առմամբ մեր կյանքի բանկերում։ Չգիտեմ, կա շատ չնչին տոկոսի հավանականություն, որ մեր Pocket Option կայքը ասենք կսննկանա, կամ ինչ-որ խակերներ կմտնեն եւ Pocket Option կայքի բոլոր գումարները կքողանան։ Կա չէ այդպիսի հավանականություն։ Նույնիսկ Binance-ից մի քանի ամիս առաջ էր, թե մի տարի առաջ էր, շատ եւ շատ գումարներ կողացան։ Հիմա նայեք, այդ հավանականությունը, որ մենք կարող է մի օր քնենք, ելնենք եւ ինչ-որ մի հատ դեպք պատահի, այդ հավանականությունը բնականաբար միշտ կա։ Նույնիսկ սովետական միության ժամանակ, երբ որ արժույթը արժեզրկվեց եւ մարդիկ կորցրեցին գումարներ։ Դրա համար այն որ ես չեմ կարող գարանտիա տալ Pocket Option կայքի հետ կապված, բայց ես իմ փորձից ելնելով եւ շատ մարդկանց փորձից ելնելով ես ասում եմ, որ Pocket Option կայքը մինչեւ այսօր լրիվ եղել է նորմալ։ Քանի որ նույնիսկ եթե դուք ինչ որ մեկին ճանաչում եք մարդ եւ գալիս հարցնում են այս մարդը ինչպիսի մարդ է, եւ դուք այդ մարդու հետ շփվել եք շատ եւ շատ տարիներ, ասենք 5 տարի շփվել եք այդ տվյալ մարդու հետ եւ միայն լավն եք տեսել։ Ինչ կասեք։ Կասեք, չէ՞ որ ես միայն լավն եմ տեսել, բայց դուք չեք կարող ասել, թե ասենք վաղը այդ մարդը ինչ որ մի վատ բան չի անի։ Կարող է անի։ Այս կյանքում ամեն ինչ հնարավոր է, բայց այն փաստը, որ այս կայքը մինչեւ այսօր լրիվ նորմալ տվել է մարդկանց գումարը, եւ ես իմ սեփական փորձով եմ ասում։ Դա մենք չենք կարող անտեսել, քանի որ Pocket Option կայքը դրանով է հայտնի։ Ասեմ ավելին, բինարնի option-ի մեջ հիմա top 1-ը դա Pocket Option է։ Ամենահայտնի բինարնի option-ի կայքն է։ Եվ եթե նա ամենահայտնին է, ինձ թվում է, որ դա ինչ-որ բանի մասին արդեն ասում է։ Դրա համար ես չեմ կարող ինչ-որ գարանտիա տալ ցես Pocket Option կայքի հետ։ Ես կարող եմ ասել այն, ինչը որ ես տեսել եմ անցյալում եւ իմ սեփական փորձից ելնելով, բայց ինչը կարող եմ ես ձեզ խոստանալ։ Եթե դուք գրանցված եք իմ հղումով Pocket Option կայք եւ լինի ինչ-որ խնդիր այս կայքի հետ, ես կփորձեմ լուծել այդ խնդիրը։ Ես չեմ կարող գարանտիա տալ, որ այդ խնդիրը կլուծվի, քանի որ այս կայքը իմը չէ։ Եթե իմը չէ, այսինքն կառավարությունը իմ մոտ չէ, բայց այն որ այսքան ժամանակ խնդիրներ չեն եղել են չնչին խնդիրներ, որը որ մենք լուծել ենք, նույնիսկ այսպիսի դեպք պատմեմ, եղել է խնդիր, մեր հումով գրանցված մարդկանցից մեկը ուզեցել է հանի իր գումարը, բայց ասեմ, մեղավորությունը իրենն է եղել, քանի որ նա ինչ-որ վերիֆիկացիա չէր անցել, այդպիսի ինչ-որ մի հատ խնդիր էր, կոնկրետ էլ չեմ էլ հիշում, վերիֆիկացիա չէր անցել եւ ուղղակի այս կայքը չէր թողնում, որ նա գումարը հանի։ Իհարկե ես միջամտեցի, այդ խնդիրը լուծվավ, մի քանի օր անց լուծվավ, գումարը իհարկե տվեցին այդ մարդուն, բայց ես չեմ կարող ասել, տեսեք, ես ամեն խնդիր կարող եմ լուծել այս կայքում։ Ոչ, սա իմ կայքը չէ։ Բայց ես
Համենայն դեպս ունեմ հնարավորություն, որ փորձեմ այդ խնդիրը լուծեմ։ Ասեմ ավելին, այդ մարդու հետ կոնկրետ ես եմ արդեն եղել կոնտակտի մեջ, իմ մոդերատորների փոխարեն արդեն ես էի շփվում այդ մարդու հետ, որպեսզի այդ խնդիրը լուծվեր։ Այդ խնդիրը բարեհաջող լուծվեց, գումարը հանվեց, եւ այդ մարդը մինչեւ հիմա զբաղվում է թրեյդինգով, ասեմ իմանաք, նորմալ գումարը հանում է, բայց ասել, որ, չգիտեմ, ես տալիս եմ գարանտիա, ոչ, ես գարանտիա չեմ կարող տալ։ Քանի որ միշտ կա հավանականություն, որ կարող է մենք քնենք ելնենք եւ, չգիտեմ, ինտերնետը անջատ է։ Այն ինչը, որ իմ կառավարությունից դուրս է, ես չեմ կարող տալ ձեզ գարանտիա։ Նայեք, ինչ եմ ես ձեզ խոստանում իմ կողմից։ Ես ձեզ կարող եմ խոստանալ, այն ինչը, որ ես ձեզ ասում եմ, ես դա ձեզ խոստանում եմ։ Ես ձեզ ասում եմ, գրանցվեք իմ հղումով եւ համալրեք $20, չէ՞։ Եվ կստանաք օգնական ծրագրեր եւ կլինեք փակ ալիքում։ Ես դա ձեզ խոստանում եմ եւ ես դա ձեզ տրամադրում եմ։ Դուք կարող եք գալ եւ դա ինձանից պահանջել։ Այստեղ մենք վերադարձ փակվեցինք։ Դուք կարող եք գալ եւ դա պահանջել ինձանից, եթե դուք կատարեք պայմանը եւ ես չտրամադրեմ ձեզ ծրագիրը, ապա ես կլինեմ խապեպա վատ մարդ։ Բայց այս կայքի հետ կապված գարանտիա ես չեմ կարող տալ։ Նույնիսկ ես նայեք։ Այս գումարը այս կայքում է։ Բայց ես վստահելով այս կայքին պահում եմ այս գումարը։ Բայց եթե, չգիտեմ, ինչ-որ դեպք լինի եւ այս կայքը փակվի սննկանա կամ ինչ-որ բան, որը որ շատ քիչ հավանական է։ Ես ոչ չեմ գնա, չգիտեմ, այն թրեյդերին, որից որ առաջի անգամ այս կայքը ես տեսել եմ, ասեմ ինչու դու ինձ խորհուրդ տվիր Pocket Option կայքը։ Իհարկե այստեղ մեղավորություն ոչ մեկինը չէ։ Ես ձեզ ասում եմ, գարանտիա չկա, եթե դուք ուզում եք գրանցվել իմ գարանտիայով, չկա գարանտիա։ Ես ձեզ տալիս եմ ծրագրերը այդ երկու պայմանի դիմաց։ Չգիտեմ, եթե դուք ուզում եք ստանալ ծրագրերը, դուք կարող եք գրանցվել Pocket Option կայք, կատարել $20 համալրում, եւ եթե դուք չեք վստահում Pocket Option-ին, գնացեք մի ուրիշ կայք, բացեք եւ մեր ծրագիրը կարող եք օգտագործել մի ուրիշ կայքում։ Այսինքն, եթե Pocket Option-ին դուք չեք վստահում, без problem, այն որ ես ձեզ չեմ էլ ուզում համոզեմ։ Այդ $20 հաստատ ձեզ չի սննկացնի եւ ինձ թվում է, որ այդպիսի ծրագրեր, օգնական ծրագրեր ստանալու համար դա նորմալ գումար է։ Նույնիսկ շատ քիչ է իմ կարծիքով, քանի որ միայն այդ ծրագրերի կացիրովկեքին, որ իմանաք որքան գումար եմ ես ամսեկան տալիս, ուղղակի կզարմանաք։ Դուք գնում եք մի ուրիշ կայք, որին որ դուք վստահում եք, ես չգիտեմ ուրիշ կայք, վստահելի, ասեմ իմանաք։ Այն որ դուք հիմա գնաք ուրիշ կայք եւ խնդիր լինի, ես չեմ էլ կարողանա փորձել ձեզ օգնել։ Իրոք չեմ կարողանա։ Բայց այստեղ գոնե կփորձեմ ձեզ օգնել։ Դուք կարող եք օգտագործել այդ ծրագրերը մի ուրիշ կայքում։ Թողեք այդ $20 այս կայքի մեջ եւ այդ ծրագրերը դուք կարող եք օգտագործել ուրիշ կայքում, քանի որ մեր առաջին ծրագիրը վերլուծում է այս մոմերի չափսերով, trend եւ այլն, որը որ դուք ամեն կայքում էլ կարող եք չափեք եւ ստանաք վերլուծությունը։ Մյուս մեր ծրագիրը TradingView կայքի արժույթները կարող եք կատարել վերլուծություն, որը որ իդեպ կարող եք կատարել trade ուրիշ կայքերում։ Սա կապված մեր Pocket Option կայքի հետ։ Հավատացեք, չկա նման trader, ով որ ցես ինչ որ 100%-անոց գարանտիա կտա։ Ոնց կարող ենք մենք գարանտիա տալ այն ոլորտում, որտեղ որ մեր կառավարությունից դուրս է այս կայքերը եւ որտեղ որ աշխատում է ընդամենը 1%-ը։ Իհարկե չկա գարանտիա։ Չկա գարանտիա։ Ես որ սովորել եմ trading, ես սովորել եմ այս ձևով, վիդեոների միջոցով, պրակտիկայով եւ այլն։ Բայց ով է ինձ գարանտիա տվել։ Ես չգիտեի, որ կհասնեմ այսպիսի կետի, իհարկե չգիտեի։ Եկեք կլորացնենք էլի գումարը։ Ես չգիտեի, որ կգա մի օր, որ ես կհասնեմ այսպիսի կետի։ Ես չգիտեի, բայց ես այնուամենայնիվ շարունակեցի եւ ես հիմա գոհ եմ իմ կյանքից։ Եվ եթե դուք կասկածներ ունեք կամ, չգիտեմ, մտածում եք, որ կարող է ինչ-որ բան նենց չգնա, ապա դա հնարավոր է։ Իրոք հնարավոր է, քանի որ սա on-line աշխատանք է եւ մենք պետք է գիտակցենք, որ կարող է արթնանանք եւ ինտերնետ չլինի, կարող է արթնանանք եւ, չգիտեմ, կայքի հետ ինչ-որ բան պատահի, բայց այս կայքը արդեն
շատ տարիներ է ինչ գործում է, ուզում եմ հիշել քանի տարի, երևի մի 7-8 տարի հաստատ գործում է, ովքեր գիտեն քանի տարի է գործում, գրեք կոմենտների բաժնում եւ ասեմ իմանաք այն բիրժաները, որոնք որ դուք ասում եք վստահելի է, ես գիտեմ դեպքեր, որ հենց այդ բիրժաներում մարդկանց աշխատած գումարը չեն տվել։ Հենց հայտնի բիրժաներից մեկում։ Ես չեմ ուզում ինչ-որ անուններ տալ բիրժայի հետ կապված, բայց այդ շատ հայտնի բիրժաներից մեկը չի տվել մարդկանց աշխատած գումարը, բայց Pocket Option կայքը տվել է։ Հիմա չգիտեմ, ես ոչ ուզում եմ ասել միք վստահեք այս բիրժային, ոչ ուզում եմ ասել վստահեք Pocket Option-ին, ես կիսվում եմ այն ինֆորմացիայով, որին որ տիրապետում եմ։ Հիմա չգիտեմ, էլ ինչ է ձեզ հետաքրքրում, շփվել ինձ հետ, ես ուղղակի ժամանակ չունեմ 700 հոգի մարդու հետ անհատական շփվել։ Եթե ես այդքան ժամանակ ունենայի, հաստատ մոդերատորներին գումար չէի վճարի եւ ինքս կշփվեի, բայց հավատացեք, այնքան շատ են հարցեր տվող մարդիկ, հետաքրքրվող մարդիկ, որ երկու մոդերատորները չեն հասցնում, հավատացեք։ Ուղղակի երկու մոդերատորները չեն հասցնում։ Ես հիմա ուզում եմ մի 2-3 մոդերատոր էլ ավելացնել, բայց մոդերատորը պետք է լինի վստահելի մարդ, որոնք որ չկան, վստահելի մարդիկ շատ քիչ են եւ իհարկե այն մարդիկ, ովքեր որ կուզենան այդպիսի գործով զբաղվել։ Ուղղակի փորձեք ինչ-որ չափով մտնեք իմ դրության մեջ, հասկանում եմ, on-line է, չեք կարողանում շատ բաներ հասկանալ, չեք կարողանում ինձ հարցնել, բայց հավատացեք, որ եթե շատ ուզեք, ցանկություն լինի, հաստատ այսպես էլ կսովորեք, քանի որ ես այսպես եմ սովորել։ Հա դժվար է եղել, հա ես չեմ կարողացել հարց տալ այդ բանին, բայց հավատացեք, սկզբից է դժվար, բայց մի 2-3 ամիս անընդհատ այսպիսի վիդեոներ դիտելով, անընդհատ թեկուզ դեմո գումարով աշխատելով, իհարկե ռեալ գումարն էլ է շատ կարևոր, որպեսզի սովորեք լարվածությունը թրեյդինգի մեջ։ Զբաղվելով թրեյդինգով, սովորելով թրեյդինգով, հաստատ այդ դժվարը կդառնա հեշտ, բայց դա չի նշանակում, որ դուք 100%-ով կաշխատեք գումար։ Ընդամենը 1%-ը դա լավ հիշեք եւ հավատացեք, ես եթե վախենայի իմ դեմքը կամ անուն-ազգանունը չէի ցուցադրի, ես ուղղակի ժամանակ չունեմ, որպեսզի ծախսեմ ինչ-որ մարդկանց սովորեցնելու կամ համոզելու վրա, ուղղակի ժամանակ չունեմ։ Այսպես ասեմ, եթե լինի ընտրություն նժարի վրա իմ ալիքը թե ժամանակ, որը որ ես կանցկացնեմ իմ ընտանիքի եւ ընկերների հետ, հաստատ առանց մտածելու կընտրեմ իմ ընկերներին եւ ընտանիքին եւ ուղղակի կարող եմ փակել այս ալիքը։ Քանի որ ինքներդ տեսնում եք, որ իմ մոտ ամեն ինչ նորմալ է թրեյդինգի վերլուծության մեջ եւ սա ավելի շատ ցեզ է պետք, քան թե ինձ։ Սրանից ավելի մանրամասն չեմ կարող պատասխանել այդ հարցերին։ Հիմա այն մարդիկ, ովքեր որ ուզում են սովորել թրեյդինգ, նայեք, մենք ունենք արդեն մի քանի Telegram-յան ալիք։ Մենք ունենք երկու օգնական ծրագրեր՝ Phoenix Premium AI, Phoenix AI։ Մենք ունենք արդյունքների bot, որտեղ որ դուք կարող եք ուղարկել ձեր արդյունքը։ Մենք ունենք արդյունքների ալիք, որտեղ որ արդեն իսկ ուղարկված են այս սկրիններով արդյունքները, մեր դիտորդների արդյունքները։ Մենք ունենք Phoenix օգնություն, որը որ ստարտ սեղմելով դուք կարող եք այս մինիմալ հարցերի պատասխանները ստանալ։ Ուղղակի սեղմում եք ինչպես համալրել եւ ստանում եք ձեր հարցի պատասխանը։ Մենք ունենք VIP ալիք, փակ ալիք, որտեղ որ դուք ստանում եք երկու օգնական ծրագիր։ Շեշտում եմ օգնական։ Եթե դուք չունեք ընդհանրապես գիտելիք թրեյդինգում, ապա այս օգնական ծրագրերով դուք չեք կարող փակվել պլյուս։ Դուք պետք է ունենաք գիտելիք, որpեսզի այս օգնական ծրագրերը ավելի բարելավեն ձեր արդյունքները, բայց չմտածեք, որ սրանք փողի կոճակ են։ Եթե սա լիներ փողի կոճակ, չգիտեմ, ես կլինեի աշխարհի տերը։ Ուղղակի հասկացեք, չկա նման ծրագիր, որը որ միշտ 100%-անոց արդյունք տա։ Հիմա ինչպես միանալ մեր փակ ալիքին։ Սեղմում եք այստեղ, խնդրեմ, գրանցվում եք Pocket Option կայք մեր հղումով, ունենում եք $20 դեպոզիտ եւ ձեր ID թվերը ուղարկում եք այստեղ։ Նայեք, այս աջ կողմի ավատարքի վրա սեղմելով տեսնում եք ձեր ID-ի թվերը եւ ուղղակի այսպես գրում եք ձեր թվերը եւ ուղարկում եք։ Մեր admin-ը ստուգում է կատարել եք դուք պայմանները թե ոչ եւ եթե կատարել եք, տալիս է ձեզ մուտք մեր փակ Telegram-յան ալիք։ Մենք ունենք նաեւ բաց Telegram-յան ալիք, որտեղ որ դուրս են գալիս ամեն օր հետաքրքիր նորություններ։
Եթե ուզում եք միշտ տեղեկացված լինել մեր ալիքից եւ ընդհանուր տրեյդինգից, ապա անպայման բաժանորդագրվեք։ Ես շնորհակալ եմ իմ բոլոր ակտիվ դիտորդներիս։ Եթե չլինեիք դուք, չէր լինի նաեւ այս ալիքը։ Ցանկանում եմ բոլորիդ լավ օր եւ հաջողություն։